Սասնա ծռեր, գհատոր, ժպատում, սասնա ծռեր, պատմեց Մարտունեցի Մկրտիչ Ավետիսյանը, Մարտունի Վաղաշեն գյուղ, գրառված է 1973 թվականին։ Որփիկ մհեր Տղին պապեն կպախա, պապեն էլ իմացավ փեսի մերնել, աղջկա մերնել, էլ երթում կերա, որ անպատճար ես տղին չիտամ սասունցեց։ Ես տղեն պտի մնա, ես ուսում տամ, իմ աղջկա ժառանգնա, մնա ընձի տղություն ենա, ոչ թե եթա սասունցեց։ Էդ մարդիկն էլ երբ որ իմացան, իրանց խարսի կուրսքեն կատկուկա, ալ-բալ գուշագին, որ ուրանց երեխա կա, էլան եկան ծինով հովանին խետ ուրանց բերին, քերի թորոս ծինով հովան, մի քանի մարդ, եկան խասան կաբուտ գյող, թակավորին իմացում տվին, նա եկավ էտոնց առեջ, ընդունեց էդ մարդկանց, թե բարեկամներ ջան, ետ ինչ փորձանք ելավ ձերքլող, հսին, մեր փորձանքին էլ լաղաչունի սսին, մեր տղին տուտ անինք, ասեց ինչ տղա, ասեց մեր թր տուտ անինք, մեր տղեն, Դավիթի տղեն, տուտ անինք, ասեց էդ մալ բան չեղերա, սութա, ոչ տղա ա եղե, ոչ բան, ասեց չէ, տարի ու կես ապրեց էր մոտ, մեզի թր կա, մեր խարսի կուրծքն կատ կար, անպատճար մեր երեխեն 10, թե ինչ երեխա ա 10, Եբ օրետոնք իմացան, օրետոնք եկած երեխին, երեխեքներուն կոմեց տարավ լծեց մի հատ մեծ մարակ էդ Դավթի տղին, որփիկ մհեր է անուն, որփիկ մհերին էլ էդ ճժերու խետ, ճժերուն սովրցուցին ճժերջան ճաներ, եսա կապլեկներ կտանք ձեզի ճան խաղցեք խալբախալ երեք, ուրեմ հանկարծ տղեն թխենցնի, չուրի էդ մարդկանց տնենք ճամպու, Էդ ֆորմին տղին պախածին երեխեքներուն մեջն, որ խաշվաշուն տնան տղին ցեն չհասնի, որ ուրացավ ցինովովան սեց, թակաբորը սեց, մի ուրացի, մենք մեր տղին կգթինք, ասեց ինչ, որ տղա չկա ուստ գթիք, որ չկա բան չունիմ սելու, ես էլա բորամ տենամ եթե որդենեղի կուկա, ու կաշին փաթեց ուրին օղթատ կամշու կաշին, զմլեց քաշեց ուրկյող, որ չճղի, ու կայնավ քաղաքի մեջտեղ ուժեղ բորած, ուժեղ որ բորած, էդ ձեն զնգալին կնաց ընկավ մարակ, որ կնաց ընկավ մարակ տղեն լսեց, ճժերս էդ ձեն հլա կտրեք ես ինչ ձենի, ճժեր ձեն ավելի ուժեղացուցին, կմփուն, դո ճժերս էց, ես կսեմ ձեն ձեկատրեք, մերքս երկու իրեք սիրլա տվեց, մեկին վերցուս տպեց պատ, էտոն կախու էլ չենեն, մեկ էլ ծինովոհան բորած, որ բորած ասեց, եսի մասքի ձենա, ու տղեն էլավ դրներ ջարդեց, ու եկավ խասավ, պատվավ էտ մարդկանց, ասին իմալ, ես մեր տղենա, ուրեմ մեր տղենա, մեր տղեն, ասեց ուր են իմ խեր ու մեր ինչ եղան, ասին եթանք սասուն, կու խեր ու մեր դանեն, եկավ սասուն, պախեցին տղին, ասկսեց տղեն հետաքրքրվել ու ամեն բան պարզվավ տղին, թե խլատ քո խորը սպանած, քո մերն էլ ուրին թալեց մերավ, այլ երտում կերա որ, ես պտի խլաթակատուն էլ կտրեմ, էդոնց երեխեն է չթողեմ, ոչ մի կենթանի է չթողեմ, սաղ մինչև մեծանամ, մինչև մեծացավ, չոչցավ, էդ մարդ եղավ 15 տարեկան, բերեցին իմալ որ Դավթին օծեցին, 40-ինչ մատաղերեցին, ժողովրդին կերցուցին, խմցուցին, առնով լողկցուցին, բերին նույնպես տղին երեցին, Դավթիցին էլ հանձնեցին տղին, տղեն էլ ելավ ու արանքներն առնե, եկավ խլաթավրեն պատերազմ, որփիկ մհեր եկավ խլաթ, ու թշնամիկներուն հայտարարեց, որ ես Դավթի տղեն եմ, եկեր եմ իմ ոխ առնելու, որ դուք իմ հոր էստեղը սպաներ եք,
Այդ մարդիկ պատրաստություն տեսան, պատերազմեցին խետն, ամբողջ քաղաք բոլորովին մեկն էլ չկրծավ այդ մարդու դեմ, քաղաքի երեխեն կատունել կտրեց, մարդ չթողեց քաղաքից բրցներ, բոլորինը սպանեց, ոչ մի հատ հավել չթողեց, ամբողջինը սպանեց, վղն առավ ու վերադարձավ։ Երբ որ քաղաքից վերադարձավ, քաղաքից դուրս եկավ, գետին չվերցուցին։ Էստեղ որտեղ քշեր ցին չքվեր գետին։ Էստեղ քշեց, այնտեղ քշեց, այ մարդ ասեց, «Էս ինչ բանա ցին կչքվի գետին»։ Yavaşla ես ելնիմ ասեց, «Էս խայի վրեն»։ Քշեց ելավ խայի վրեն, իմալոր քշեց, ելավ խայի վրեն, խայեն բացվավ, տղին ու ցիուն առավ մեջ։ Էդել դատ կորավ։ Էդոնց ցեղնել էդման վերացավ։ Ասումին մհերեն ժամանակ դուս կուկա, երբ որ կարուխադն եղավ ընգուզ, ցորնին էլ եղավ պնդուկ։ Էդ խայեն նաղդի ելկա սասունի ու խլաթի արանք։ Ժամանակին կեթան տեսնան, որ էդ խայեն գիլա։ Ասում են, ցյան շերնա գիգա թափի։